ԱՄՆ-ի վիզային քաղաքականության և վիզաների չեղարկման հարցի վերաբերյալ պարզաբանում է կատարել ԱՄՆ-ի պետքարտուղարը։ Մարկո Ռուբիոն պետական վարչությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր ղեկավարության ժամանակահատվածում տարբեր պատճառներով չեղարկվել է ավելի քան 67,000 վիզա։ Մարդիկ, որոնց մենք թույլ ենք տալիս այցելել մեր երկիր, պետք է համապատասխանեն ազգային շահերին։ Մենք դա ասել ենք հենց սկզբից։ Սա այն հրահանգներից մեկն էր, որը ստացել ենք նախագահից, հայտարարել է պետքարտուղարը։ Նրա խոսքով գոյություն ունեն վիզաների չեղարկման մի քանի կատեգորիաներ։ Վիզան նախատեսված է այցելության համար և նրանք ամեն օր հրաժարվում են վիզա տրամադրել ամբողջ աշխարհում։ Մարկո Ռուբիոյի խոսքով պետական վարչությունը շարունակելու է խիստ ստուգումները, ապահովելու համար այն, որ երկիրը մուտք գործող անձինք վտանգ չներկայացնեն։ Լրատվամիջոցների տեղեկություններով իրանցի ակտիվիստը, որին մահապատիժ էր սպառնում, կենդանի է։ Առկա տեղեկություններով Իրանում մահապատիժը դադարեցվել է, իսկ բողոքի ցույցերը շարունակվում են։ Պաշտոնական տվյալներով ցուցարարությունների ժամանակ զոհվել է առնվազն 2600 մարդ, սակայն վերլուծաբանները ենթադրում են, որ իրական թիվը հնարավոր է հասնում է մինչև 12,000-ի։ Զուգահեռաբար արդեն 6 օր է, ինչ երկրում համացանցը լիովին արգելափակված է։ Իրանում Միացյալ Նահանգների կողմից հնարավոր ռազմական գործողությունների ֆոնին մի քանի երկրներ՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան և Իսպանիան քաղաքացիներին կոչ են արել դուրս գալ Իրանից։ Մեծ Բրիտանիան ժամանակավորապես փակել է Թեհրանում գտնվող դեսպանատունը և դուրս է բերել անձնակազմին։ Զուգահեռաբար անվտանգության նկատառումներով Իրանի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է։ ԱՄՆ-ի նախագահը Reuters-ին տված բացառիկ հարցազրույցում զրուցել է Իրանի նախկին շահի որդու Ռեզա Փեհլևիի մասին։ Նա հետաքրքիր անձնավորություն է թվում, սակայն չգիտեմ, թե ինչպես է ընկալվում սեփական երկրում և արդյոք ունի ժողովրդի աջակցությունը։ Չգիտեմ, արդյոք կընդունի Իրանը նրա առաջնորդությունը։ Եթե ընդունի, ինձ համար լավ կլինի, նշել է Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ հնարավոր է բողոքի ցույցերի պատճառով Թեհրանի իշխանությունը տապալվի։ Դոնալդ Թրամփը հարցազրույցում զրուցել է նաև Ուկրաինայի հետ կապված և հայտարարել, որ հնարավոր խաղաղության համաձայնագրին խոչընդոտում է Վոլոդիմիր Զելենսկին, այլ ոչ թե Վլադիմիր Պուտինը։ Ուկրաինայի նախագահը երկրում առկա էներգետիկ ճգնաժամի պատճառով արտակարգ նիստ է անցկացրել։ Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկատվությամբ հատուկ ուշադրություն է դարձվել Կիևում տիրող իրավիճակին, որտեղ կստեղծվի համակարգող շտաբ, կվերանայվեն պարետային ժամի կանոնները, իսկ պահուստային էլեկտրակայանների միացումը ցանցերին ապակարգավորվելու է։ Ուկրաինայի նախագահի խոսքով Կիևում կստեղծվի մշտական համակարգող շտաբ և իշխանությունները առավելագույնս կուժեղացնեն գործընկերների հետ աշխատանքը անհրաժեշտ սարքավորումների և լրացուցիչ աջակցություն ստանալու համար։ Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Լաշա Ավալյանին կաթնամթերքի բաժնի զարգացման հարցերով հանդիպել է ոլորտի ներկայացուցիչների հետ։ Զրույցը վերաբերել է 2026 թվականին ոլորտում նախատեսվող նորարարություններին, այդ թվում առաջնային արտադրության և կենդանիների տեղափոխման վերահսկման մեխանիզմների խստացմանը և անասնաբուժական տեղատոմսերի փուլային գործելու մեխանիզմի ներդրմանը։ Հանդիպմանը խորել են նաև հում կաթի արտադրության խրախուսման մեխանիզմների շուրջ։ Բաթումիի դրամատիկական թատրոնում 147-րդ թատերաշրջանը բացվել է պրեմիերայով։ Դավիթ Կլդեաշվիլիի դասականը «Դարիսպանի տառապանքները» ստեղծագործությունը ռեժիսոր Գեորգի Կաշիան ներկայացրել է նոր մեկնաբանությամբ։ Ներկայացման բնօրինակ սցենարը գրեթե ամբողջությամբ պահպանվել է։ Ռեժիսորի մտահաղացումը հանդիսատեսը ընդունել է հուզական արձագանքով։ Ներկայացումը անցել է լի դահլիճով։ Պրեմիերային ներկա է գտնվել Աջարիայի կառավարության նախագահ Սուլխան Թամազաշվիլին։ Նոր թատերաշրջանում թատերախումբը նախատեսում է 7 պրեմիերա։